ձեզ։ Որ այս ուշ ժամին դուք համախմբվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ ձեր վրթովմունքը արտահայտելու վերջին օրերին Հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու մեր եւ եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելիներ, գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակացման, իսկյուրս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստուծո ողորմությամբ եւ օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամեն։ Ամուր մնացեք ձեր հավատքի եւ առ եկեղեցին ունեցած ձեր սիրո եւ հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաեւ ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ, առ հայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Անշեղորեն եւ մեր հորդորը պիտի լինի միաժամանակ մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարի ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին եւ հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հույսով ու հավատով երթել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառով։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս։ Եվ հավիտյանս։
Դերստին մեր գնահատանքը, մեր սերն օրհնությունը բերելով ձեզ հրավիրում ենք, որպեսզի աղոթքով ավարտենք այսօրվա մեր հանդիպումը։ Դերստին ցավ եմ ապրում, որ այս ուշ ժամին դուք առաջ մոտված ար եկեղեցին ունեցած ձեր սիրով եկել եք այստեղ ձեր հավատարմություն առ Սուրբ եկեղեցին արտահայտելու հայոց հայրապետի առջև։ Աղոթենք միասին, աղոթենք ասելով տերունական աղոթք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս անուն, Հայրեր, որ եկինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես Տեր արքայություն քո, Եղիսին կամ քո, որպես եկինս եւ եկրի, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ քո ունկերոց պարտաբանած, եւ մի տարիլս մեզ դիպորցություն, այլ փրկյաց մեզ իշխարել, զիքոյ արքայություն, եզորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Պահպանիչ եւ ույս սավադացելով Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա զազգսայոց եկեղեցից Հայաստանից, Ութովանյա Սուրբ եւ Պատվական խաչի քույր խաղաղության, փրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ շտամիած, արժանավորյա գոհությամբ քարավորել, սկեզնթոր եւ ընծրքող քույր, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ես ցավում եմ, որ տագիցներից հարցազրույց չապահովեցին մեր տեղեկատվական բաժնի հետ, մեր գնահատանքը նաև ձեզ, որ այս ուշ ժամին դուք նույնպես եկել եք այստեղ։ Ոչինչ չեմ կարող ասել հիմա այս պահին։ Այնինչ որ կնախատեսենք եւ կնախաձեռնենք, այդ ամենի մասին ժամանակին կտեղեկացվենք։ Կրկին մեր գնահատանքը, մեր օրհնությունը ձեզ եւ մեր բոլոր զավակներին, ովքեր այս պահին համախմբված են այստեղ։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր ժողովրդին հուզում։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակներ։ Ողջույն, բարի օր։